Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, որի ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա պատասխանել է Ուժեղ Հայաստան կուսակցության այն նախընտրական խոստմանը, ըստ որի իրենց իշխանության գալու դեպքում փոքր եւ միջին բիզնեսի համար սահմանվելու է 0% շրջանառության հարկ։ Հարկերի մասին խոսողները բիզնեսմեններ չեն, այլ թալանի մասնագետներ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ես լիարժեք ըմբռնումով եմ վերաբերվում ընդդիմության հայտարարությանը հարկային բեռի ծանր լինելու մասին, որովհետև այդ ընդդիմությունը, երբ որ իշխանություն էր, սովորեր, որ իրենք հարկեր պետք է չվճարեն, եւ բնականաբար, երբ որ հիմա նրանք ստիպված են աշխատել հարկային դաշտում, բնականաբար դա ծանր է նրանց համար, որովհետև իրենք ըստ էության բիզնեսմեն չեն, այլ իրենք կոռուպցիոն համակարգերի գործածմամբ հարկերից խուսափելու ճանապարհով մրցակիցներին շուկայից դուրս հանելու եւ ջերմոցային պայմաններում փող աշխատելու եւ ինչպես ընդունված է ասել թալանելու մասնագետներ են, այնպես որ հասկանալի է, որ երբ որ հիմա այդ հնարավորությունը չկա, դա նրան ծանր է թվալու։ Ինչ վերաբերվում է փոքր եւ միջին բիզնեսին, ես ուզում եմ հիշեցնեմ, որ մեր կառավարման շրջանում է ձևավորվել միկրոբիզնեսի համակարգը, երբ որ ամենափոքր բիզնեսների համար ստեղծվել են հատուկ պայմաններ եւ մեր քաղաքականությունն է, որ մենք խթանենք, որպեսզի բիզնեսները ոչ թե լինեն գնալով պակաս հաջողակ, այլ ավելի հաջողակ։ Եվ մենք առաջիկայում իհարկե տեսնում ենք հնարավորություն միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու։ Հիմա 24 միլիոն դրամ է եւ ակնհայտ է, որ 24 միլիոնի դրամը շեմը այդ թվում գնաճային երևույթների պատճառով հասկանալի այլևս արդիական չէ եւ մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու, որպեսզի նրանք, ովքեր փոքր են, իրոք աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից։ Խոսելով օրերս Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու հերթական դեպքի վերաբերյալ հրապարակված նոր ձայնագրությանն ու դրանում կիրառված բեռամթերքի մասին Փաշինյանը հայտարարել է։ Նախ էլի ուզում եմ ընդգծել, որ ձեր հարցը բացարձակապես առաջին հարցը իրականության որևէ կապ չունի, որտեղ շունուշանգյալ արտահայտությունը օգտագործել են ընդդիմության ներկայացուցիչները, կոնկրետ Ուժեղ Հայաստան կուսակցության պատասխանատուները եւ դա բացահայտվել են հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեղեկատվությամբ եւ շատ པարզ բան եմ ասել, երբ որ հանրությունը տեսնում է, որ Ուժեղ Հայաստան կուսակցությունը իր քաղաքական տրամաբանության մեջ մտնողներին անվանում է շունուշանգյալ եւ բոշա, ես ասում եմ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ դրանից հետո մարդիկ քվեարկելու են այդ կուսակցության օգտին, որովհետեւ ըստ էության Ուժեղ Հայաստան կուսակցությունը մարտահրավեր է նետում մարդկանց իրենց օգտին քվեարկելով ինքնահայտարարագրվել որպես այդպիսին եւ ես ասում եմ, որ ես չեմ հավատում, որ Հայաստանի Հանրապետությունում կան նման քաղաքացիներ, ովքեր պատրաստ են այդ պիտակավորումը վերցնել, կուլ տալ եւ մարսել։ Եվ հետեւաբար իմ կանխավարկածը այն է, որ այդ կուսակցությունը 5%-անոց կամ չգիտեմ դաշինք են թե կուսակցություն արգելքը չի հաղթահարելու խորհրդան մտնելու համար։ Եվ սա իմ մեծագույն հարգանքի դրսևորումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, որտեղ եթե քաղաքական ուժը, Ուժեղ Հայաստան կուսակցությունը իր կողմնակիցների մասին խոսալիս կամ որպես իր կողմնակից ցուցակագրվածների մասին խոսալիս ասում է շունուշանգյալ, ասենք այդ մարդիկ դրա արդյունքում պետքա այդ պիտակավորումը ընդունեն գնան քվեարկեն այդ կուսակցության օգտին, եթե ես սենց մտածեմ, անհարգալից է դա մարդկանց վերաբերել։ Եվ այդ խոսույթը ես չեմ օգտագործել։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր
Արփի Դավոյանի հետ։ Տիկին Դավոյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Բավականին, ուրեմն, հագեցած լրատվական այսպես լրահոսով հարուստ օր է եւ գիտեք այսօր 8 տարի առաջ այսօր ինչ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իհարկե կհասցնենք անդրադառնալ նրա այսօր հրապարակած տեքստին 8 տարի անց բավականին այսպես մանրամասն դետալներով ներկայացրած տեքստին, բայց նախ անդրադառնանք ուրեմն այս քաղաքական ներքաղաքական կյանքում տեղ ունեցող զարգացումներին։ Իհարկե վարչապետը այսօր անդրադարձավ ուժեղ Հայաստանին, այդ միջին եւ փոքր բիզնեսին 0% հարկեր սահմանելու հետ կապված, նշեց թե ովքեր են հարկեր չվճարողները, նրանք եղել են հարկեր չվճարողներ եւ այլն։ Եվ տեսանք նաեւ Սամվել Կարապետյանի հանդիպումը իր թիմակիցների հետ, տևական ժամանակ քաղաքացիական պայմանագիրը ուրեմն տարբեր ձեր թիմակիցներ տեսանյութերով դիմում էիք խոսիր հիմա Սամվել Կարապետյանը արդեն երկար ժամանակ է խոսում է ոչ միայն այս տեսանյութով դատարանում խոսեց բավարարված եք գոհեք համեցեք Դե ես կարծում եմ որ դրդում էիք նրան խոսում է եւ առանձնապես մեծ դարակազմիկ որևէ բան տեղի չունեցավ նրա խոսելուց հետո, որովհետև այսօր առավել եւս այդ տեսանյութը, որի մասին դուք խոսում եք, թիմակիցների հետ, ոչինչ չտվեց, բացի էլի ծանված, ծեծված, հնացած Հայաստան Դաշինքի եւ պատիվ ունեմի ազգային ժողովյան 3 րոպեների ընթացքում անընդհատ հայտարարությունների ժամին հնչեցած տեքստերը։ Առանձնապես ոչինչ, ոչ մի նորույթ չի ասել։ Միակ նորույթը նրան խոսելն էր։ Տեսեք, իրենք վստահ են, որ գալու են իշխանության, դրանում նույնիսկ կասկածել չունեն։ Որտեղ է նրանց այս վստահությունը եւ արդյոք իշխանությունը տեսնում է հանձինս այսպես ասենք ուժեղ Հայաստանի լրջագույն մրցակից։ Նախ շատ անլուրջ է, երբ ուժը նման տեսակի հայտարարություններ է անում, որ մնաց այսքան օր, մնաց այնքան օր, առավել եւս վերջերս մի տեսանյութ կար, որտեղ գրած էր վարչապետ Սամվել Կարապետյանի ելույթի նկարահանումը, անգլերեն տեքստով էր գրած իհարկե, եւ դա ահավոր անլուրջ եւ ծիծաղելի է, որովհետեւ երբ հունիսի 8-ին բախվեն իրականությանը, ինչ պիտի ասեն իրենց ընտրողներին, ինչ պիտի ասեն, կներեք մենք ձեզ խաբեցինք, ոնց է լինելու, թե հետո գալու են ասեն, դե գիտեք, այնպես չէր, ճիշտ չէինք պլանավորել կամ այս ժողովուրդը սենց արեց, անլուրջ է, ահավոր անլուրջ վիճակների մեջ են այս մարդիկ, որ մենք ձեզ մնաց այսքան օր եւ Սամվել Կարապետյանը գալու է ուղիղ վարչապետի աշխատասենյակ։ Գուցե ներսում իրար մեջ իրար հետ խոսելով իրար տենց հույսեր տան, բայց նման հրապարակային անլուրջ մանկամիտ տեքստեր ասելը դա քաղաքականության մեջ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց համար չգիտեմ ինչ ասեմ։ Գիտեք ինչու եմ հարցնում, որովհետև ասում են, եթե դուք իսկապես մրցակից չեք տեսնում, ինչու եք այդպես անընդհատ արձագանքում նրանց հայտարարություններին, որովհետև համաձայն չեք, բայց տարբեր քաղաքական ուժեր հայտարարություններ են անում, որոնց հետ համաձայն չեք լինում, բայց կարծեք թե Կարապետյանների շատ ավելի շատ եք արձագանքում, քան մյուսներին։ Դե հարմար են գտնում արձագանքում ենք, ով նման ինչ որ արձագանքելու ենթակա գոնե մի քիչ ինչ որ բան է ասում արձագանքում ենք, բայց իրենց արձագանքելը նաև նրանում է, որովհետև անընդհատ որ այսպես խոսում են մենք էս ենք անելու, որովհետև քաղաքական Հայաստանի քաղաքական կյանքի հետ երբևէ որևէ առնչություն չունեցած մարդիկ հիմնականում, որոնք իրենց կյանքը եւ գործունեությունը այլ երկրում են իրականացել եւ իրենց այնտեղ շատ հարմարավետ են զգացել, հիմա գալիս ասում են, որ մենք նույնիսկ պատրաստ ենք զոհողությունների, ես վերջերս մի հատ այնց տեքստի եմ հանդիպել, ես ուզում եմ անպայման նշել, որ Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բոլոր զոհողություններն արդեն եղել են տարբեր տարիներին եւ այդ զոհողություններից իրենք անմասն են մնացել, իրենք եղել են իրենց կալուգայում, իրենց տներում նստած։ Եվ հետեւաբար գալ ասել, որ մենք պատրաստ ենք զոհողությունների, դուք ոչ մի բանի էլ պատրաստ չեք։ Դուք նույնիսկ սեփական խոսք ասելու պատրաստ չեք։ Դուք արհեստական բանականությամբ եք խոսում, դուք էլ ինչ կարող եք պատրաստ լինել, դուք նույնիսկ պատրաստ չեք ձեր քաղաքացիություններից հրաժարվելու։
Բայց այդ արեց որ հրաժարվում է այդ հրաժարվում է չէ, բայց գործընթացները ինչքան են տևում այդ գործընթացները, կամ ինչեք ձեր ընտրողներին խափում, ասում մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Երբ քաղաքացին չի կարող լինել վարչապետի տեխնացու։ Դուք չեք կարող ասել մեր վարչապետի տեխնացունն է, դուք ստում եք ձեր աջակիցներին ասելով, որ ձեր վարչապետի տեխնացուն նա է, որովհետև նա չի կարող լինել վարչապետի տեխնացու, որովհետև նա ձեր նախընտրական ցուցակում չկա, որովհետև չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության սահմանադրության համապատասխան դրույթներին։ Դուք չեք կարող գալ ասել մենք կփոխենք սահմանադրությունը ընտրություններից հետո։ Ինչպես եք փոխելու ընտրություններից հետո սահմանադրությունը։ Ով է ձեզ թույլ տալու փոխել սահմանադրությունը։ Եթե դուք չեք ունենալու սահմանադրական մեծամասնություն։ Վստահ են, որ ունենալու են Տիկին Դավոյան։ Դե ուրեմն մենք այս խոսակցությունը միասին կշարունակենք հունիսի 7-ից հետո կհարցնենք թե ինչ են անելու հետագայում։ Առանձնատուկ ուզում եմ անդրադառնանք Սերժ Սարգսյանի հայտարարություններին։ Ինքը ըստ էության իր տեքստում ասում է, որ անցել է Խավարանի միջով եւ բայց նորից պատրաստ է անցնել, հա։ Եվ ինչ է ասում, ոչ թե ըստ էության իր ամենամեծ սխալը համարում է այն, որ 18 թվականին վարչապետի տեխնացու առաջադրվեց, թեև խոստացել էր, բայց այդ ամենը ունեցել էր փաստորեն նպատակ, որովհետև ինքը շատ լավ էր ծանոթ անվտանգային խնդիր, հա, Ղարաբաղյան խնդրին, ոչ թե որ ես ամենալավ բանակցողն էի, այլ որովհետև ես խորությամբ էի ճանաչում բանակցություններին մասնակցող բոլոր կողմերին, ունեի ինստիտուցիոնալ հիշողություն եւ գիտեի Ղարաբաղի ու հաղթանակի արժեքը որպես հաղթանակ կերտած, այնուհետև այն պահած անձնավորություն։ Եվ փաստորեն Նիկոլը ճիշտ էր, ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին։ 18 թվականի վարչապետ առաջադրվելու արդյունքում ես կորցրեցի շատ բան, հասկացված չլինելուց մինչև դրա հետևանքով իմ ժողովրդի կողմից մերժում։ Ինչպես եք գնահատում, փաստորեն նորից պնդում էր, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, բայց տեսնում եք նաև կոնտեքստը։ Դե կոնտեքստը կարելի է անընդհատ հորինել։ Ամեն տարի կարելի է որևէ կոնտեքստ մտածել, ասելով, որ ես այս նկատի ունեի, որովհետև այստեղ ես չեմ տեսնում որևէ բացահայտում, ես չեմ տեսնում այնպիսի մի միտք, որը արժանի է վերլուծման կամ որ արժանի է երկար քննարկման, որովհետև մարդը նախ եւ առաջ դեռևս շարունակում է չգիտակցել, որ իր մերժման պատճառը կեղծված ընտրություններն էին, նախկինում տեղի ունեցած իր օրոք, մարտի 1-ն էր, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, բռնությունները, խոսքի ազատության սահմանափակումը, ժողովրդավարության գոյություն չունենալը եւ այն իրավիճակը, որը ստեղծվել էր Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ իր կառավարման ժամանակ։ Մարդը շարունակում է չգիտակցել, որ իր սխալի պատճառը գիտեք որն էր։ Այս հետևյալ նախադասությունը, երբ Շարմազանովը մեկ անգամ ասեց, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնալու ճանապարհը տանում է Մելիք Ադամյանով։ Դա էր իր տապալման պատճառը, որովհետև իրենցից այն կողմ որևէ քաղաքական ուժ չէին պատկերացնում, որ կարող է իշխանության մոտ լինել։ Իրենց տապալման եւ իրենց սխալի պատճառը իրենք էին, իրենց մտածողությամբ, իրենց վարած քաղաքականությամբ եւ ներքին եւ արտաքին։ Սակայն Սերժ Սարգսյանը եւ նրա մերձավորները ի վիճակի չեն դա հասկանալ, որովհետեւ իրենք չեն համարում, որ իրենք սխալ են եղել եւ պետք չի Ղարաբաղյան հակամարտությունը բերել առաջ, պետք չի բանակցային գործընթացի վերաբերյալ ասել, այդ նույն Սերժ Սարգսյանը չէր ասել 2016-ին, որ եթե այս հարցը չլուծվի, ապա Ստեփանակերտ ենք երկելու։ Հիմա եկել էստեղ ասում է ես գիտեի լուծման բանաձևը, հերթական փարիսեցիությունը եւ հերթական կեղծավորությունը, այսինքն այս մարդը չի փոխվում։ Մարդը շարունակում է մնալ նույն կեղծավորը եւ այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մերժել են նրան, ինչի համար։ Մերժել են հենց այս ամեն ինչի համար։ Իր կեղծավորության, իր նման քաղաքականություն վարելու համար, ընտրություններ կեղծելու համար, այո, ընտրություններ կեղծելու համար եւ մարդկանց խաբելու համար, երբ ասաց ես չեմ առաջադրվի որպես վարչապետի տեխնացու եւ առաջադրվեց եւ ընտրվեց խորհրդարանում վարչապետ, իմանալով որ փողոցում ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում։ Հետևաբար այսօր այսպես խոհափիլիսոփայական
այս ամբողջ տեքստը, որ գրել տվել են, ասել են, այ սրանով որ խոսես, մի ամբողջ ամիս հետ քո մասին կխոսեն, եւ Սերժ Սարգսյանի ավարտում եմ մեկ նախադասությամբ, այս երկերեսանիության մասին վերջին բանը գիտեք որն է, որ ինքը գիտի, որ ինքը սխալ է եղել եւ հիմա ինչ որ բաներ է հորինում։ Ինչ չառաջադրվել է։ Հանրապետական կուսակցության չառաջադրվել այս տարվա խորհրդարանական ընտրությունն է, որտեղ Բայց ասած ինչու՞ չէ, որովհետեւ ոչ թե որովհետեւ չէին անցնի խորհրդարան, այլ որովհետեւ հասարակությունը նրանց կմեղադրեր, ուրեմն կասեին, որ էլի փաստորեն պայքարը ներկաների եւ նախկիների միջև է եւ այլն։ Դե դա էլ հերթական ինչ որ անիմաստ պատճառաբանությունն է, մարդը գիտի, որ չունի աջակցություն, զրո աջակցություն, որևէ չգիտեմ, ինքը շատ լավ գիտի ինչա կատարվում, զրո աջակցություն քաղաքացիների կողմից, ոչ մեկ չի մոռացել ով է Սերժ Սարգսյանը, ով է հանրապետական կուսակցությունը։ Այսինքն մտածում էր, որ հանրապետականը, այսինքն դիտարկել են, որ շատ ավելի քիչ ձայն կստանա, քան այդ 2%-ը։ 5%-ը հաղթահարեցին, դա էլ նրա համար, որ խորհրդանում պիտի 30% ընդդիմադիրներ լինեին։ Իրենք վստահ են, որ չեն հաղթահարել, ումով են հաղթահարելու։ Ումով են հաղթահարելու, Աշոտյանով, Շարմազանովով, հա, էդ են իրենց քաղաքական մեծությունները։ Տիկին Թավոյան, այնուամենայնիվ 8 տարի անց ինչ զգացողություններ ունեք, ինչ է հաջողվել ձեզ եւ ինչ չի հաջողվել հասարակությունը, որ չափով է ուրեմն հեղափոխական իշխանությունից գոհ մնացել, եթե շատ անկեղծ գնահատենք Ինչ չհաջողվեց ձեզ այս 8 տարիների ընթացքում եւ ինչ հաջողվեց։ Ես կարծում եմ դրա մասին ձեր հարցի պատասխանը շատ երկար կարող է հնչել, որովհետեւ կարճ չեմ կարող ներկայացնել, թե ինչ է հաջողվել, թե ինչ չի հաջողվել։ Մենք մեծ հաջողություններ ենք ունեցել ենք անհաջողություններ, այսինքն գնահատել, որ ամեն ինչ այսպես շատ հեշտ ու հանգիստ գնացել է, մենք բոլորս էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, այս իրականության մեջ ենք ապրում։ Ես կարող եմ ասել, որ մենք հաջողել ենք մեր պետության անկախությանը վերագտնել։ Ես կարող եմ ասել, որ մենք հաջողել ենք խաղաղություն հաստատել։ Ընդդիմությունը ասում է խաթարելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ինձ համար միևնույն իրենք կգան կլինեն Մոսկվայում, Պեկինում, Վաշինգտոնում, այդ հարաբերությունները։ Ինձ համար միևնույն է, թե ընդդիմությունը ինչ է ասում, որտեղ ընդդիմությունը ընդհանրապես որևէ ծանրակշիռ խոսք չի կարող ասել։ Սրա հետ կապված ընդդիմությունը չի կարող երբևէ խոստովանել, որ այո, քաղաքացիական պայմանագիրը կարողացել է խաղաղություն ձեռք բերել Հայաստանի Հանրապետության համար, որովհետև իրենք այդքան համարձակություն չեն ունեցել երբևէ գնալ ինչ որ պայմանների եւ գնալ քննարկել խաղաղության համաձայնագիր ստորագրելու ինչ որ պայմաններ։ Իրենք որևէ կերպ երբեք նման համարձակություն չեն ունեցել։ Տիկին Թավոյան ամեն օր վարչապետը ներկայացնում է ձեր նախընտրական ծրագիրը մաս առ մաս, գլուխ առ գլուխ, եւ այնտեղ շատ ուրեմն կարևոր է օրինակ հատկապես ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գնահատականները, ճանապարհը, որ տեսնում եք իդեպ 3 եկեղեցու հետ կապված գնահատականներին, փաստորեն այն բարենորոգման օրակարգը, որ ամիսներ շարունակ առաջ էիք մղում, հիմա տեղ է գտել ձեր նախընտրական ծրագրում։ Հունիսի 7-ից հետո, եթե դուք լինեք իշխանություն, ինչ եք անելու, այդ բարենորոգումը ինչպես եք կյանքի կոչելու, որտեղ այդ դրույթներից ամենակարևորը առաջնայինը հանգստի կոչելը վեհապարին, որևէ կերպ չի ստացվում ձեզ մոտ։ Այնտեղ կա նաև եկեղեցու հարկումը, կա նաև որը շատ կարևոր է, նաև մենք նշում ենք այսօր վարչապետների ասուլիսի ժամանակ նշեց, որ հարկման դաշտում գոյ չլինելով հոգևորականները չեն կարողանում օգտվել առողջապահական ապահովագրությունից, այսինքն եկեղեցին բերել նորմալ հարկային դաշտ, ինչու պիտի եկեղեցին ազատված լինի, ոչ եկեղեցական պարագաներն ազատված լինեն հարկերից։ Դրա բանական պատասխանը մենք երբևէ ստացել ենք եկեղեցու կողմից։ Եկեղեցու չէ, եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կողմից մենք ստացել ենք այդ պատասխանը, երբևէ չենք ստացել։ Չենք ստացել։ Ինչու պիտի եկեղեցին ազատված լինի հարկերից։ Ինչու։ Որևէ կերպ չկա այդ դրա պատասխանը։ Եվ այո, որևէ կերպ մենք հետքալ չենք անում այն օրակարգից, որի մասին խոսել ենք, եկեղեցու բացաստիճան հոգևորականների հետ կապված, մասնավորապես Կթիչ Ներսիսյանի, եւ այո, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց վստահության քվեն մեզ կտան եւ թույլ կտան
հաջորդ 5 տարին ստանձնել երկրի ղեկավարությունը, մենք մեր նախընտրական ծրագիրը կսկսենք կյանքի կոչել։ Տիկին Դավյան, մի բան է քաղաքացին քվե կտա թե չի տա, բայց մյուս բան է նաև այդ ընտրակաշառքի ուրեմն մեխանիզմները, որոնք բացահայտվում են դեպ նախորդ զրուցակցից հետ էլ խոսում էի, թե ինչ ծավալների են, ինչ չափերի են հասնում։ Դրանք տասնապատիկ ավել են, քան նախկինում էին եւ արդյոք այստեղ լուրջ խնդիր չեք տեսնում եւ վստահաբար եթե մի քանի ձայնագրություն է, բարձ է որ ոչ բոլոր ձայնագրություններն են ձեզ հայտնի, նաեւ հսկայական գումարներ են Հայաստանի Հանրապետություն մտնում, դա փաստվում է եւ ուրեմն ինչպես եք պայքարելու։ Դա շատ ագնացող տագնապ է, որովհետեւ մարդիկ ոչինչ չեն խնայում, գումարներ բաժանելու հարցում ոչինչ չեն խնայում եւ իրավապահ մարմինները կարծում եմ, որ պատշաճ արձագանքում են այս ամենին, ես չեմ կարծում, որ համացանցում տեղ գտած, այսինքն հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունները միակն են, կան գուցե կան նաև չհրապարակված ձայնագրություններին առնչվող գործեր, ես տեղեկություն չունեմ, բայց ենթադրում եմ, որովհետև շատ են լինում ահազանգերը, մեզ էլ են ահազանգում քաղաքացիները, մենք էլ ենք այդ ահազանգները փոխանցում եւ այստեղ գիտեք հետաքրքիրը որն է, իմ կարծիքով այս մարդիկ ամեն ինչ դրել են այսպես այս ընտրությունների վրա եւ ոչինչ չեն խնայում, նույնիսկ իրենց աջակիցներին ասում են ամեն ինչ արեք, մենք գիտեք ոնց են իմ կարծիքով ձևակերպում, ասում են միևնույնն է մենք գալու ենք իշխանության, դուք որևէ պատասխանատվության չեք ենթարկվի եւ այսպես մարդիկ գնում ընկնում են թակարդը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պիտի իմանան, որ ընտրակաշառք տվողը եւ ընտրակաշառք վերցնողը հետապնդվելու են քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ իրենց հետագա կյանքի մի հատված անց են կացնելու բանտերում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պիտի իմանան, որ իրենց գումարով գնողները, գումար առաջարկողները, ովքեր որ այդ գործընթացի մեջ են, կամ որ այդ ավելի ճիշտ ասեմ, այս տեխնացուները եւ մարդիկ, որոնք համակարգում են, որ իրենց գումար են առաջարկում, իրենք չընտրվեն կամ ընտրվեն, չգիտեմ, այդ քաղաքական ուժը որքան գումար, որքան տոկոս հավաքի, որքան տոկոս չհավաքի խորհրդան անցնելու համար, դա իրենց պատասխանատվությունը չի քիչացնելու։ Որոշ մարդիկ կդառնան падգամավոր, չեն դառնա падգամավոր, սակայն դրանից չի փոխվելու իրենց բանտում լինելու ժամանական ընթացքը, որտեղ իրենք արդեն ընտրակաշառք վերցնելու եւ ընտրակաշառք տալու այս հորձանուտի մեջ են։ Չեն հասկանում մեր քաղաքացիները, որ գումար վերցնելը եւ գումար տալը ծանր, շատ ծանր հանցագործություն է։ Եվ բոլորը պատժվելու են։ Եվ խստորեն են պատժվելու։ Հայաստանի Հանրապետությունում փակված է ընտրակաշառքով եւ փողով ձայներ գնելու, ընտրություններ կեղծելու էջը։ 2018 թվականին Սերժ Սարգսյանի այսօրվա խոստովանությունն էլ դրա վկայությունն է։ Այդ էջը փակված է, ընտրություններ չեն կեղծվելու։ Որքան էլ որ որոշ մարդիկ արհեստական բանականությունով խոսեն, առանց արհեստական բանականության, իրենք չեն կարողանալու ընտրությունների լեգիտիմությունը ստվերել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հարփի Դավոյանի հետ։